Վրաց ուղղափառ եկեղեցին նոր առաջնորդ ունի կաթողիկոս Սիլիայի երկրորդ դիմայից հետո օնլայնված եկեղեցական ժողով այսօր ընտրել է նոր հովապետ, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ով է նոր հովապետը։ Պատրիարք է ընտրվել Վրաց ուղղափառ եկեղեցու Սենակի թեմի առաջնորդ Շիո արքեպիսկոպոսը։ Միանգամայն կանխատեսելի էր այս ընտրությունը, պարզաբանեմ ընթացակարգը։ Նախ 15 թեկնածու կար, որոնցից 9 հանեցին իր թեկնածությունները, իսկ մնացածից ապրիլի 28-ին հոգևոր խորհուրդը ընտրեց այն 3-ին, որոնց կազմից այսօր եկեղեցական ժողովը պետք է ընտրեր պատրիարքին։ Այստեղ արժի պարզաբանել ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու ավանդույթների, Վրաստանում ընտրված աշխարհիկ պատվիրակները իրավունք չունեն մասնակցելու ընտրությանը։ Նրանք մասնակցում են եկեղեցական ժողովին, ելույթ են ունենում, կոչեր են անում, բայց ընտրելու իրավունք ունեն միայն այն 39 եպիսկոպոսները, որոնք հոգևոր խորհրդի անդամ են։ Ի սկզբանե այդ հոգևոր խորհրդի առաջին նիստում Շիո եպիսկոպոսը ստացավ ձայների 20 ձայն, ըստ էության դա արդեն մեծամասնություն էր։ Այս անգամ վերահաստատեց այն, որ նա է հավանական թեկնածուն, այսինքն 22 ձայն ստանալով հաստատվեց, որ նա ընտրված պատրիարք է։ Նշեմ, որ չափազանց կարևոր է, թե ով է լինելու Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը, քանի որ Վրաստանում ըստ դարերով շարունակվող ավանդույթի պատրիարքը չափազանց մեծ ազդեցություն ունի նաև պետական կառավարման գործում։ Նա ազդում է որոշումների կայացման վրա եւ դա է պատճառը, որ դա այս որոշումը, այս ընտրությունը կարևոր է նաև մեզ համար։ Իսկ ինչ է հայտնի նոր պատրիարքի մասին։ Շիո արքեպիսկոպոսը, որին արդեն կարող ենք պատրիարք անվանել, 57 տարեկան է, նրա աշխարհիկ անունն է Էլիզբար Մուջուրին։ Իլիա II կաթողիկոսը չէր էլ թաքցնում, որ հենց իրեն է ցանկանում տեսնել պատրիարքի դերում, քանի որ դեռևս 2017 թվականին իր անձնական որոշմամբ նրան տեղապահ էր նշանակել։ Եվ այստեղ փոքրինչ խախտվել է ավանդույթը, որովհետև սովորաբար տեղապահին ընտրում է սինոդը, այլ ոչ թե պատրիարքը։ Ինչևէ, այսինքն կարող ենք ասել, որ վերջին 9 տարվա ընթացքում հենց Շիո արքեպիսկոպոսն է եղել եկեղեցու փաստացի ղեկավարը, քանի որ Իլիա II-ի առողջական վիճակը նրան թույլ չէր տալիս մասնակցել որոշումների կայացմանը։ Շիո արքեպիսկոպոսը համարվում էր պահպանողական կուրսի հետևորդ եւ նաեւ վայելում էր երկրի քաղաքական իշխանությունների աջակցությունը եւ ըստ որոշ տեղեկությունների նրան ցանկանում էին Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք տեսնել նաեւ ռուսաց պատրիարքությունում, ինչպես նաեւ Մոսկվայում։ Նա բնիկ թբիլիսեցի է, իդեպ հետաքրքիր է, որ նա նախ Վրաստանի նախկին նախագահ Գյորգի Մարգվելաշվիլիի համադասարանցին է։ Կրթությամբ երաժիշտ է, ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան եւ որոշ ժամանակ նվագախմբում թավջութակ էր նվագում։ Դրանից հետո արդեն որոշեց ծառայել եկեղեցուն, կուսակրոնություն ընդունեց եւ ավարտեց Մոսկվայի հոգևոր ճեմարանը։ Հետաքրքիր է նաև, որ 23 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել, ըստ որոշ տեղեկությունների նրան փորձել են թույնել, թեև քրեական գործը հարուցվել է, մինչ օրս չի հայտնաբերվել մեղավորը ու նախաձեռնողները։ Եվ իհարկե հետաքրքիր է, թե նրա կառավարման օրոք ինչպես կզարգանան Վրաց ուղղափառ եւ հայ առաքելական քույր եկեղեցիների հարաբերությունները։ Դե ավելի քան 1.5 տասնամյակ է, ինչ Շիո արքեպիսկոպոսը չափազանց մեծ դեր է ունեցել եւ ազդեցություն է ունեցել պատրիարքի վրա, իսկ վերջին 9 տարին ըստ էության հենց նա է եղել պատրիարքության փաստացի ղեկավարը, այսինքն կարող ենք ասել, որ վերջին առնվազն 10 տարվա ընթացքում պատրիարքության քաղաքականությունը դա Շիո եպիսկոպոսի վարած քաղաքականությունն էր ըստ էության։ Իսկ պատրիարքության քաղաքականությունը դժվար է կոնստրուկտիվ համարել համենայն դեպս հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում։ Պատճառները մի քանիսն են, հիշում ենք, որ ժամանակին Վրաց պատրիարքությունը խոչընդոտում էր
Վրաստանում հայ առաքելական եկեղեցու թեմին իրավական կարգավիճակ տալու հարցում այդ հանրային սուբյեկտ համարվելու կարգավիճակը պարտադիր էր գույքին տնօրինելու կամ եկեղեցիների տնօրինության հարցում հաստատում ստանալու համար։ Եկեղեցին դրան դեմ էր։ Երկրորդը Վրաստանի եկեղեցին հստակ պահանջներ էր ներկայացրել Թբիլիսի 6 հայկական եկեղեցիների նկատմամբ, որոնց թվում էր Սուրբ Նշանն ու Նորաշենը։ Կասկած չկա, որ դա առաջնորդի եւ նրա տեղապահի անձնական որոշման հետևանքն էր։ Եվ երրորդը վրաց ուղղափառ եկեղեցին պահանջ ներկայացրեց նաև Հայաստանի տարածքում քաղկեդոնական եկեղեցիների նկատմամբ, որոնց թվում են Աղթալան, Կոբայրը, Կիրանցը, Հնևանքը։ Ըստ էության սա իսկապես կոնստրուկտիվ համարել այս քայլերը դժվար է եւ Շիո եպիսկոպոսը այդ որոշումներ կայացնելիս չափազանց ակտիվ դեր է կատարել։ Այսինքն հիմա կարող ենք ենթադրել, որ այս քաղաքականությունը կշարունակվի, բայց ամեն դեպքում ինչ որ հույս կա, որ նոր էջից սկսվող հարաբերությունները հնարավորություն կտան վերանայել այս դեստրուկտիվ քաղաքականությունը եւ վստահ եմ, որ հայոց պատրիարքը կփորձի նոր հարաբերություններ հաստատել նորընտիր պատրիարքի հետ եւ բաց բանակցությունների արդյունքում լուծում գտնել բոլոր այն հարցերին, որոնք Թբիլիսիում վիճելի են համարում։ Կարծում եմ հայկական կողմի համար ավելի ընդունելի կլիներ, եթե պատրիարք ընտրվեր Փոթի եպիսկոպոս Գրիգոլը, ով շատ ավելի առաջադեմ էր այս հարցերում եւ որի մոտեցումները ավելի կոնստրուկտիվ էին թվում։ Ցավոք նա այդ ժողովի քննարկումների ժամանակ այսպես ֆավորիտ այդպես էլ չդարձավ եւ ի վերջո հավաքեց ընդամենը 7 ձայն։ Շնորհակալություն Արծու։